համար 2 դնենք բոլոր քաղաքական ուժերին, թող նրանք մնան նույն դասարանում։ Բոլորին դեմ եմ կուսակցություն, կգասրտի համար 2։ Բարև ձեզ, ընտրություններին բոլորին դեմ եմ տարբերակնել ենք կուսակցություն որպես ստեղծել։ Համար 2, այո, բայց հետևը գրած է ինչ ենք անելու, մոլորության մեջ չենք գցելու, մենք անելու ենք ուղիղ այն ինչ որ մեր անվանումն է։ Գնացինք, առաջ իմ զինվորներ, մերսի։ Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին դուք կարող եք քվեարկել բոլորին դեմ եմ։ Մենք ստեղծել ենք բոլորին դեմ եմ կուսակցությունը հատուկ ձեր համար։ Քվեարկեք համար 2 դնենք բոլոր քաղաքական ուժերին, թող նրանք մնան նույն դասարանում։ Բոլորին դեմ եմ կուսակցություն։ Ողջույն, շնորհակալ եմ։ Բոլոր քաղաքական ուժերին։ Ահա, այս մեր ընկերներն են։ Բոլոր քաղաքական ուժերին եւ նրանք մնում են նույն դասարանում։ Բոլոր քաղաքական ուժերին Բարև ձեզ։ Նոր կուսակցություն է, բոլորին դեմ եմ։ Բարև ձեզ, ձեզ լավ օր, չեմ կարա թողեմ հաց գործ եք անում։ Քվեարկեք համար 2 ձեր գնահատականը բոլոր քաղաքական ուժերին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Բոլորին դեմ եմ կուսակցություն։ Քվեարկեք համար 2 ձեր եւ մեր գնահատականը Բարև ձեզ, ընտրությունների հետ կապված համար 2 բոլորին դեմ եմ կուսակցություն կա։ Շնորհակալ եմ շատ։ Բարև ձեզ, Ալդեն, բոլորին դեմ եմ կուսակցություն կա։ Բարև ձեզ, բոլորին դեմ եմ կուսակցություն ա լինելու այս ընտրությունների համար 2, գիտեք, ինչ հավես է։ Բարև ձեզ, բոլորին դեմ եմ կուսակցություն ալնելու այս ընտրություններին։ Բարև եղբայր, բոլորին դեմ եմ կուսակցություն ալնելու այս ընտրություններին։ Չէ։ Ահա, բա մեր ասած ինչ է։ Ես տեղից չեմ։ Հա, հասկանալի է։ Ես կապրած մենք բոլորին դեմ ենք, տվեք։ Հա, մնաց։ Դեմ ենք։ Մենք տեղից չենք, դրա համար եմ։ Ղարաբաղցից դու ավելի շատ ես բոլորին դեմ։ Դու պիտի ավելի ասել ասողի։ Բոլորին դեմ եմ կուսակցություն ենք ստեղծել։ Մենք առաջարկում ենք փոփոխություններ, այստեղ հետևը գրած է, եկեք կանգնեմ ճանապարհը չփակեմ։ Մենք ասում ենք, որ այս խաղի կանոններով, որ կա ընտրությունների, ոչ մի նոր ուժ չի կարա գա, հնեն էլ ինչ արել են, սաղ տեսել ենք ինչ են արել, ինչ են կարում անեն։ Այսինքն գոհ ենք։ Դրա համար ասում ենք, եկեք նենց պայմաններ ստեղծեք, որ նոր ուժեր էլ գան։ Մենք ասում ենք ընդամենը 100 օրով։ Հարաբես միշտ խոստանում են չեն անում։ Դե հիմա մենք էլ ենք դրան դեմ։ Հենց դրան ենք դեմ։ Որ նայեք մանրամասն գրված է։ Լավ, շնորհակալություն։ բոլորին դեմ եմ։ Ռան-տան-տան։ Հա։ Մենք իշտում ենք դեպի գլխավորը, հա։ Լավ։ Շատ լավ։ Մենա լրագրողների հետ է պայմանավորվել, հասնենք Կաշմիրուկ գտնենք։ Գալիս են։ Հա։ Բաների, ոչ ռեդի, հա։ Մոտ միակ կուսակցությունն է, որ ժպիտ է տվել մարդկանց, թե չէ մնացած ասում է բացի Գալիս է, յո։ նևրոզից եւ բանից ուրիշ զգացմունք չեն առաջացնում։ Симон, привет тебе. Привет, давайте смотрим. Ուրախ եմ ջան։ Ինչ ենք անում, ասեք։ Ես ես ֆորմատը ներկայացնեմ։ Շարքը կոչվում է ոտքի վրա։ Նպատակը քայլելու ընթացքում քայլում ենք ու ոնց որ խոսում ենք երիտասարդական ծրագրերի, ինչի՞ պիտի երիտասարդները ձեզ ընտրեն։ Հա։
Հիմնական այդ թեմաներ, բայց քանի որ ձերը մի քիչ ավանդական ծրագիր չի, կրթություն եւ այլն, մի քիչ այլ հարցեր ենք ձեր համար պատրաստել։ Շատ լավ է։ Ես սիրում եմ, որ մեր համար միշտ տարբեր հարցեր են պատրաստում, որովհետև միշտ մենք տարբերվել ենք։ Գնացինք։ Այս թողում եմ ելեն։ Բայց մեր ռուպրոդես խանգարի ենթադրում ճիշտ է։ Այո, շատ կարծիքությամբ պետք է գնաք, հա։ Ես դեմից կետ, հա։ Ժողովուրդը կողքերով դուք ինայդ խոսում։ Ամենավերջից երևի, որ ամեն չլսի։ Դա մեջտեղ կան, գնանք որ հետևում մարդիկ էլ լինեն։ Իսկ կարող եմ մենք առաջ գնանք։ Առաջ գնաք ռուպրոդես ձեր վրա։ Իսկ իշխանն հենց արագ է քայլում, որ ես այդքան արագ չեմ կարող քայլել։ Իշխանը կընտրենք առաջ չքայլի։ Ձեր քարոզարշավը, ձեր քարոզչական ծրագիրը ավանդական չի, հետևաբար այնինչ մենք խոսել ենք երիտասարդների հետ, այն հարցերը, որ բարձրացրել են կրթության, բնակապահովման մասին, ձեզ չենք կարող տալ։ Բայց եկեք խոսենք ձեր քարոզարշավից ու երիտասարդների համար ձեր պլաններից, այսինքն ինչի պիտի ձեզ ընտրեն։ Եկեք սկսենք, թե ով է գրում ձեր քարոզչական պլանը եւ ով է որոշում ձեր տարբեր մարվելի կերպարներով եւ այլն հանդես գալը։ Այդ բոլորը ում դուք տեսնում եք, այս հրաշալի երիտասարդությունը իրանք են որոշում։ Անկեղծ ասած, շատ դեպքերում ես տեղյակ էլ չեմ եղել ինչ են անելու, որովհետև կրեատիվ խումբը ինքը առանձին է, իրանք որոշում են, իրանք իրականացնում են։ Ես այն հայկական ավանդական խոսքի ասած, ասում եմ, ես ամեն ինչին տեր եմ, որովհետև այս այն մարդիկ են, որոնք ես վստահ եմ, որ ամեն արած քայլի վրա երկար մտածում են, քննարկում են։ Առաջին քայլը հենց սա է լինելու փոփոխությունների տանող։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք ճանապարհ ենք հիմա բացում այն որակով արժե համակարգ կրող սերնդի համար, որը ամեն ինչ իր կաշվի վրա զգաց, պատերազմից միջև, չգիտեմ, Արցախի կորուստու մնացածը, ու այս մարդկանց փոխանցելով այդ ճիշտ փոխանցումը, սերնդափոխությունը, որտեղ սերնդափոխությունը գլխականակով չի, սերնդափոխությունը որակ պիտի փոխես, որ որակ ստանաս։ Այդ սերնդափոխությունը ես հավատում եմ, որ մենք ստանալու ենք, այս process-ով մի մասն ենք ստանալու, հաջորդ մեր գործողություններով մյուս քայլն ենք անելու, ու տենց հարատև մենք կայացնելու ենք Հայաստանի Հանրապետությունը, մենք ունենալու ենք ուժեղ հարատև պետություն, մենք ունենալու ենք ամենաերջանիկ ժողովուրդը, մենք դա կարողանալու ենք անել։ Ասում էին, որ ձայներ եք փախցնում, նմանատիպ մեկնաբանություններին, ինչպես եք վերաբերում, ինչպես եք արձագանքում կամ հիմա ոնց կարձագանքեք։ Գիտեք, ասում եմ, երբ որ ձեզ գալիս են սենց լուրջ դեմքով գալստուկները կապած, տենց թանգանոց ավտոներից իջնում են, տենց լուրջ դեմքով ճառեր հավաքած, այդ թվում նաև փողով հավաքած հետևորդներով, տենց լոզունգներով, թանգանոց պիկապներով գալիս են, ասում ձեզ խափում են, այ անլուրջը դա է։ Երբ որ ձեզ ասում էին, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, հետո մի քանի ժամանակ հետո եկան ասեցին սխալվել ենք, անլուրջը դա անբարոյական է իրականում, բայց համարեք որ անլուրջ է։ Երբ որ գալիս են լուրջ դեմքով ու հիմարություններ են ասում, այ դա է անլրջությունը։ Մենք մարդկանց ժպիտ ենք բերել։ Չկա այդպիսի մարդ, ով անգամ մեր կողմնակիցը չի եւ մեր մեքենան, մեր Էլեն ջան, մեր Սպայդերմենին տեսնելուց չի ժպտում։ Չկա այդպիսի մարդ, մեզ տեսնելուց մարդիկ նախ եւ առաջ ժպիտ է գալի դեմքի։ Հետո սկսում ենք արդեն պրոյեկտներից ու ծրագրերից կարևոր խոսալ, այնպես որ թող լրջի մասին չխոսան նրանք, ովքեր ստի ու կեղծիքի մեջ են մեծացրել այս հասարակությունը պահել։ Հենց որ քաղաքական, այսպես տենց մի կանդրամադիր եմ լինում, արագ նստում եմ մեքենաց, գնում եմ օֆիս, որ շփվեմ այն մարդկանց հետ, ովքեր որ այնքան պոզիտիվ են, ու այնքան շատ գաղափարներ ու մտքեր ունեն, ինչա կարելի անել, էլ ինչա կարելի անել, որ այդ քաղաքական պոզիտիվը տեղա բան լինում, էլի վերականգնվում։ Իսկ մնա վիդեոներ ճիշտ ասած չի ասում, ես երևի մի քիչ հին եմ, էլի, ինձ անձնական շփումը, գրկախառնվելը մարդկանց հետ, իրար հետ սուրճ խմելը ինձ ավելի շատ շուտ է վերականգնում, քան այս մենակ նստել ինչ-որ բան թերթելը։ Դա ավելի մյուս սերնդի համար է։ Սիրելի հայրենիքներ, որի օգին դուք կարող եք շրջել բոլորի դերը։ Մենք շրջել ենք բոլորի դերը կուսակցությունը հենց ձեր համար։ Կզատվեցիք համար երկու դրեք բոլոր քաղաքական ուժերի։ Թող մնան երկրորդ դասարանում։ Դեմ եմ կուսակցություն։ Համար երկու լիքը մարդ կա, որ այս պրոյեկտին մասնակցում է ու բան է։ Ինչ անունը, փող են աշխատում, պրոստը դեր են կատարում ապոզիցիայի։ 2%-ից ավելի եթե հավաքում են։ Դրա մասին չի խոսքը։ Իրանց ասում են կգնաք կաշխատեք ընդդիմություն, հատկապես դա անում են նրանք, ովքեր որ ավելի մեծ թիմեր են,
ավելի փոքր թիմերի փող են տալի, ասում են կգնանք կմասնակցեք այդ փոխշահացումը արհեստական, իրանք են կազմակերպում։ Լիքը մարդ ուրիշ քաղաքական ուժեր ասում են ախպեր, հիմա դրա վախտը չի։ Միշտ դրա վախտնա, միշտ դու քո ասացի հետևից պիտի գնաս, դու միշտ չեմ ասում քառակուսի լինես ու ոչ մի փոփոխություններ բան չանես, բայց խաղի կանոնները հիմնական որ սահմանվել են, պարզ է չէ որ պիտի հետևողական լինես։ Մարդիկ կան դենց բաներ էին գրում, վերադարձել եմ քաղաքականություն կամ բան, եթե դու քաղաքական գործիչ ես, իսկ ուր ես գնացել որ վերադառնում ես քաղաքական։ Ես եմ հասկանա ոնց է կարելի քաղաքականությունից դուրս գալ, էլի։ Եթե ամբողջ կյանքը քաղաքական է, իր ամեն ինչով քաղաքական է, դու ուր ես գնացել, բա ինչով ես զբաղված եղել։ Այն հարցը կիսատ մնաց, եթե օրինակ այն որ եթե հաջորդ ընտրություններին բոլորը հավաքում են 50%-ից ավելի, բոլորին դեմ թեվը քվեաթերթիկը հավաքում է 50%-ից ավելի, չեղարկում է նորից ընտրություն։ Հա։ Եթե երկրին կրիզիս բերի, ասենք երկրորդ, երրորդ, չորրորդ ընտրություն։ Մեր երկիրը բոլոր իմաստներով ինձ կրիզիսի մեջ է։ Քվեաթերթիկ համար 2 դնենք բոլոր քաղաքական ուժերին, թող նրանք մնան նույն դասարանում։ Բոլորին դեմ եմ կուսակցություն, քվեաթերթիկ համար 2